Ես հավակնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Խոսեց Քոչարյանը, խոսեց Սերժը, Իմպիչմենտի հիմքերը կան ինչքան էմոցիա կա։ Շատ եւ շատ փոշմանելու է։ Քոչարյանը արմկոմեդին ալբամ։ Տիկին Բելան ինձ ռոբա ասում տունը Բարև ձեզ, եթերում Civic AM-ն է, չէ, էսի ուղղակի Halloween-ին ենք նախապատրաստվում։ Arm Comedy-ն է եթերում, լիքը նյութ ունենք, նենց որ ժամանակ չկա։ Լիքը, բայց նախքան դա ասենք որ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է մեզ ու ջախել է Arm Comedy-ն իր գրառման մեջ, որը սկսում ասենց, դիտեցի Arm Comedy-ի հերթական հաղորդումը եւ ասեմ որ մնացածը նախ բաժանորդագրվեք Ալենին Telegram-ին, որտեղ ինչ ասել, եւ բաժանորդագրվեք մեր Patreon-ին, որտեղ մեր արձագանքը, մեր պատասխանը Chamberlain-ին կլինի մեր Patreon-ի բանոց OnlyFans վիդեոների շարք ունենք, բայց թեթև բացեմ էլի փակագծերը։ Ալենը արել է որոշակի առաջարկ, որին եւ այդ OnlyFans-ում մենք կորոշենք ինչպես արձագանքել։ Այո, OnlyFans-ը եւ մեր դիտորդները Patreon-ին կորոշեն այդ առաջարկի հետ ոնց վարվենք։ Այդքանը կասեմ փակագծեր չեմ բացում։ Լավ, իսկ այժմ ով է մեր գլխավոր հովանավոր, արա, նայեք, լիքը ձևեր կա, օրինակ գործընկեր հրաշալի առաջարկ ունի GTB Steel-ը բոլոր այն մարդկանց, ովքեր շենք են կառուցում։ Նայեք, կարակ ինչ որ Ռուսաստաններից, Պարսկաստաններից, եթե լրիվ ցնդել եք Amazon-ից կարակ արմատուրա պատվիրել, բայց դի շատ թանկ ալնելու։ Դրա համար GTB Steel-ից պատվիրում եք եւ հայու եւ մեկ հնդիկու ձեռքերով Արարատի մարզում, բայց ձուլած գերմանական տեխնոլոգիաներով արմատուրաները կդարձնեն ձեր օջախը ավելի ամուր։ Բայց լույս մետ Amazon-ում նա ինչ արժի։ Արմատուրան։ Լավ լուր, Լոնդոնի միջազգային կրթական էքսպոն տեղի կունենա հոկտեմբերի 18-ին եւ մի քանի կարևոր փաստ։ Էքսպոյին ներկա են լինելու աշխարհի առաջատար դպրոցներն ու համալսարանները։ Կլինեն առաջարկներ սովորելու Ամերիկայի top 40 բուհերում։ Միած զգացեք էլի այս պահ ոչ թե դուք եք սարուձոր ընկնում, որ գտնեք աշխարհի լավագույն կրթությունը, այլ լավագույն կրթությունը աշխարհի ինքնասարուձոր ընկնում, որ գա ձեզ մոտ։ Կրթության հնարավորություն բժշկության, կինոարտադրության ու նույնիսկ ավիացիայի ոլորտում։ Միջազգային կրթական էքսպոն տեղի կունենա հոկտեմբերի 18-ին առօրվա 10-ից մինչև 18:30 գրանցվեք, մասնակցեք, սովորեք։ Ինչ շաբաթ է, այս շաբաթ խոսեց Քոչարյանը, խոսեց Սերժը, Զարաթուստրան, խոսացել էր արդեն վաղուց, Նիկոլը գրառում արեց եւ նույնիսկ պատասխանել արձագանքել է Խզմալյանը, Թաթոյանը, բայց սկսենք երկրորդ նախագահից եւ այսպես, եթե հակիրճ Թրամփի ուղին վատնա, այդ մոդուլային ատոմականը տուֆտա բանա Նիկոլեսա սախտալու է ու պատրաստվում են 26-ի ընտրություններին։ Բայց նենց ստացվեց, որ Քոչարյանի հետ համաձայնչի ռեժիմը Ռոբերտ Քոչյանը ապրում է Հայաստանում, բայց Հայաստանն տպավորություն է, որ չի ապրում Ռոբերտ Քոչյանում։ Ռոբերտ Քոչյանի ներսում ուրիշ երկիր է ապրում։ Ռոբերտ Քոչյանի ներսում ուրիշ երկիր է թելադրում։ Ռոբերտ Քոչյանի սրտում ուրիշ երկրի սերն է բաբախում։ Շատ նուրբ ուզում ակնարկի, որ Ռուսաստանի ագենտ է Քոչարյանը։ Այդ ընթացքում Քոչարյանը հաշվեց ընդդիմադիր ուժերը ու պարզվեց ինչ։ Երկու ատիկա մնացել դրանցից։ Մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծող ուսակցությունը։ Իսկ են մնացած մանր տուզիկ ուժերը կարող են փասափուսիկ հավաքեն ու գնան տուն։ Դա մի րոպե էլի, ինչ են մտածում են մյուս մանր ուժերը։ Ես հաջողություն եմ ցանկանում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին։ Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով։ Ինչ ընտրություններ, հարիվներ, տարածաշրջանի լավագույն շախմատիստը հեսա իմպիչմենտ է անում, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը, կամ գոնե մյուս շաբաթվա վերջ impeachment ալնելու։ Իսկ այդ impeachment skeptikներին անդրադառնանք, այն impeachment-ի վրա հենց սկզբից կասկածող ուժը։ Հիմա ինչ է, դեռ շարունակում մտածել, որ դա ինչ-որ Mickey Mouse բլեֆ է, թե վերջապես հասկացել է, որ անկասելի գալիս է impeachment-ը։ Impeachment, հա, այդ իմ սիրած թեման է։ Impeachment-ի հիմքերը կան, ավելին քան անհրաժեշտ է, ուղղակի ձայները չկան։
եւ մինչ այսօր ես որևէ ինֆորմացիա չունեմ, թե impeachment-ի համար անհրաժեշտ ձայները impeachment-ի նախաձեռնողները այսօր ունեն։ Okay, նախ եկեք ֆիքսենք դրականը։ Եկեք ֆիքսենք, որ այս impeachment-ի process-ի արդյունքում ինչ որ մեկը որպես փուչիկ պայթելու է եւ Հինդերբուրգի դիրիժաբլի նման, չգիտեմ, կամ այն մի կողմը կամ մյուս կողմը ուղղակի սիրուն սալյուտի տեսքով պայթելու է ընդմիշտ։ Որոշ լրիվ բացառում ես, հա, որ ԿՊ-ն այն պակասող ձայները, որ մի 18 ձայն մոտավորապես պետք է, ինչ եղան դրանք կլնում են, չէ՞։ Այս փուլը չեզոք, այսպես ասեմ, падգամավորներին համոզելն է, որպես նրանք միանան impeachment-ի գործընթացին։ Եվ այդ հրաշալի քարյակն է նեյտրալ չեզոքում հիմա համոզելու են, նրանք են Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Իշխան եւ Գեգամ Նազարյանը։ Այսինքն impeachment-ը հայրը հիմա լուրջ դեմքով գնալ են Աղազարյանի մոտ, ասել են գիտես ինչ Աղազարյան, մենք քեզ խայտարակելու ենք, եթե չմիանաս impeachment-ին, ասելու ենք Նիկոլի Ստրուկ, մարդու ով անցել է fucking porno սկանդալի միջոցով, մանր եղջերավոր սկանդալի միջոցով, մեքենաների ներկրման սկանդալի միջոցով եւ պետական գաղտնիք ինչ որ տարածելու խաշի սեղանի շուրջ միջոցով porno սկանդալ ասեցի, չէ՞։ Դե իրանց էլ որ բերում է, տակը մնում է ինչ, այդ իմացած 16-18 ԿՊ-ական ձայները, որը բերելու եք, չէ՞, հաստատ այդ մարդկանց հետ խոսակցություններ հիմա տարվում են, չէ՞։ Բայց դե չբացառենք, որ կարող է նաև չլինի ոչ մի ձայն ԿՊ-ից։ Իդեպ չբացառենք։ Չբացառենք։ Դե կարելի է բացառել, Բայց impeachment skepticism ուզում է բացառել, բայց եկեք չբացառենք։ Impeachment skeptic։ Իդեպ այդ քրեական գործ է, դատական գործը, որով Սերժը եկել էր, դա impeachment-ի համար չէր եկել դա հարցազրույց տալու, այլ Սերժի Վաչոյի, այդ Վաչոյի տված հողերը, Սերժի Վաչոյի մեջի Սերժին, պարզվում է, Սերժը տվել է իր վաղեմի բարեկամ Քոչարյանին, ենթադրաբար բարեկամ Ենթադրաբար տվել է։ Հայաստանի նախագահը այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր, չէ՞, եւ նաեւ Toyota Երևանը այստեղ հողատարածքներ է գնել, շատ քննարկվում է այս հարցը։ Ինչպես ստացվեց, այսինքն դուք տեղյակ եղել եք Toyota Երևան Ռոբերտ Քոչարյանի որդուն հողատարածքված։ Ոչ։ Դե որ ասում է ոչ, ուրեմն ոչ։ Չնայած նաեւ ասում էր ոչ չեմ ղեկավարելու երկերի երրորդ անգամ, բայց խափեց։ Այսինքն, նո ոնց որ երբեք չգիտես։ Հա։ Կանսկացելի անկեղծության մասին։ Երկրորդ նախագահը հիշեց, Կարող է թվերում սխալվեմ, բայց 98 թվականին ես հավաքել եմ առաջի փուլում 36%։ Կարեն Դեմիրճյանը, եթե չեմ սխալվում, 24%։ Կեղծով ենք, ինչ է։ Կեղծեինք։ Արա դե չէ, էլի ձյաձ, ընտրությունները չկեղծելը դա ձեր ամենաուժեղ կողմը չի, օքեյ։ Ձեր ուժեղ կողմը Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարական արտաքին ինչ-որ քաղաքականություն, բասկետբոլը, բայց հենց հարց են տալիս ընտրությունների կեղծման մասին, պետք է թեման փոխեք, որտեվ մարդիկ իդիոտ չեն, մարդիկ նաև ես իրականությունը տեսել են։ բայց Քոչարյանը որոշեց գնալ վաբանկ։ 2003 թվականին 48 թե 49% եմ հավաքել առաջի փուլում։ Այդ 2%-ն էր, հա, այս բան խանգարողը։ Սենց պրոֆեսիոնալ կեղծողներ ենք, 2% չձգեցինք։ Լավ, այդ հեքիաթները թող գնան ուրիշ տեղեր պատմեն։ Okay, նայեք, գուցե շատ ռոմանտիկ եմ, բայց ես գտնում եմ, որ շատ սխալ է անընդհատ սուտ խոսալը, okay է ունենալ թերություններ, օրինակ բոլորս էլ թերի ենք, բոլորս էլ ինչ-որ պահի կարող է կեղծել ենք մի քիչ ընտրություններ, եթե զգացել ենք, որ ինչ-որ մի ազգակոր ծամ պետք է գա, ու ինչ-որ տենց վատ բան է կարել, թերություն է, դրա համար կարելի է խոստովանել։ Okay է ասել, գիտեք, ես չեմ գնա երրորդ անգամ լինեմ երկրի ղեկավար, բայց հետո խափել, ասել, ուղղակի պետք է լավ բացատրել, որ sense գիտեք, փաստեր փոխվեցին, փաստեր։ Դրա համար ես որոշեցի ռադիկալ փոխեմ որոշումս։ Okay է նույնիսկ Լևոն ինչ red flag-եր ուներ։ Լևոնը ուներ red flag-եր, ինքնահավան էր, Վանոն կար, 96-ի ընտրությունները ժողովրդից կտրված էր։ Մի խոսքով ընտրություններ կեղծելը, որը եղել է բոլորի աչքի առաջ, մանավանդ 2005-ի հանրակրվեն սահմանադրական, որտեղ ոչ մեկ չէր գնացել, վերջում պարզվեց 1.5 միլիոն մարդ է մասնակցել, սուտ, էլի սենց ուղղակի տենց սուտ։ В общем, ավելի լավ է ուղղակի ընդունես, որ գիտես Okay, ընտրությունները իմ ամենաուժեղ կողմը չի, այն ժամանակ կայացած չէր, կային վախեր, կարող է այսինչ լինել, քան սենց նայել աչքի մեջ ու սուտ խոսել։ Այդ դասկում ԱԳՆ-ում լրիվ լուրջ դեմքով ստեղծում է եվրոինտեգրացիայի վարչություն, ինչը չվրիպեց երկու անսպասելի մարդկանց աչքերից։ Okay, մեկը սպասելի։
Միդում ստեղծվել է եվրոինտեգրման վարչություն։ Շատ հետաքրքիր է։ Չկա եվրոինտեգրացիա, բայց կա վարչություն։ Okay, դες մեկը սпасել էր, բարձա, ավելի շատ ռուսամետա եվրոինտեգրացիան պետք է ծաղրի, այդ օքեյ, բայց մյուսը ով է, ով է։ God, no, please, no, God! Ագնը եվրոինտեգրման վարչության ստեղծումը փուչիկ է, եվրոինտեգրումը պահանջում է փոխվարչապետի լիազորություններ եւ ողջ երկրի վերակառուցում։ В общем, все, Խզմալյանը վերջնականա բարո coming out արեց որպես openly ռուսական շպիոն, ինչը в принципе կարելի է կռահել акցենտից։ Ну, նայ, դե մարդը ուղղակի բար առ բար դասկանալնի տեղյակ է Քոչարյանի եւ Կրեմլի Հայաստանի կուրատոր Կիրիենկոյի զրույցից։ Սակայն հանդիպելով Կիրիենկոին, ով նշանակված է Կրեմլում նայող Հայաստանի համար, լսեց հետևյալը. հանգիստ գնացեք տուն, Ռոբերտ Սեդրակովիչ, մենք ոչ մի խնդիր չունենք Փաշինյանի հետ, ամեն ինչ վերահսկվում է։ Ինչպես թե զարմացավ Քոչարյանը ըստ երևույթի ասելով, չէ որ Փաշինյանը Եվրամիություն է պատրաստվում գնալ։ Իսկ Կիրիենկոն մեղմ ժպիտով պատասխանեց. Սա իմիտացիա է, Ռոբերտ Սեդրակովիչ, գնացեք եւ աշխատեք։ Что ты, черт побери, такое несешь, Արախեն, սաղ սկսել սենց ափաշքարաբարո սուտ խոսալարը, ամեն ինչը ձև ունի, կարգ ունի։ Նայ, всё ոչ էլ թաքցնում է, նույնիսկ սկսել է շատ կամած, տենց իր մարդկանց Մոսկվայից բերել Հայաստան։ Ներկայացնեմ Էմիլին։ 3 տարի առաջ նա եկավ Մոսկվայից։ Էհեն օրը ցերեկով սաղի աչքի առաջ մի հատ ռիլան թե ոնց է Մոսկվայից ագենտներին բերում եւ դասավորում որպես մասաժիստ։ Ու ամեն մասաժի հետ ես մի քիչ ավելի ռուսամետ ես դառնում։ Էմիլ ջան, հուսով եմ չես նեղանում, սա ուղակի կատակ է, ինչպես կատակ էր Խզմալյանի Instagram-ում քո գովազդը տեղադրելը։ Դե վсё, մի հատ լավ լրով բարձրացրենք, Մսյո Ավինյան։ Այն լուրերին, որ Երևան քաղաքում այս ամառային շրջանում, աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, դա ուղղակի իրականությանը չի համապատասխանում եւ սա ապացուցում են այն բոլոր սարքերը, այն բոլոր 166 սարքերը, որոնք որ տեղադրված են Երևան քաղաքում։ Էհեն, նենց որ մյուս անգամ, որ Երևանի կենտրոնով քայլից զգաք, որ արա այս օդի որակից խեղդվում եք, լավ չի կոնկրետ։ Հիշեք, որ Ավինյանի 165,000 դաչիկները ցույց են տալի, որ դուք դմբո չեք խեղդվում։ Ավինյանը բայց ընդունեց, որ շինարարությունից եկող փոշիկ է, ու նույնիսկ իր դատչիկները կզում են այդ փոշու տակ։ Ոստեղ Ավինյանը որոշեց սուստա, որ ինքը կինոյի մեջի լավ տղեն է։ Թողեցինք նաև որոշ չափով կառուցապատողների պատասխանատվությանը, հասկանալով, որ տուգանքի չափը փոքր է, այսինքն եթե դու այդ ցանցերը չես քաշում, մոտավորապես 70,000 դրամ ես վճարում տուգանք, ճիշտ եմ, պարոն Ղուկասյան։ Այո, պարոն Քահանյան։ Հիմա շատերը մտածեցին, վայ դե ինչ մի տենց այդ 2 միլիոն, 3 միլիոն կամ 4 միլիոն դրամ ծախսը անեմ, այդ ցանցերը քաշեմ, փոշու հետ կապված խնդիրները լուծեմ, հենա կվճարեմ այդ 70,000 դրամը։ Հա, հոպար, որովհետև եթե կառուցապատողին տալիս ես ընտրություն 70,000 դրամ տալ որպես տուգանք, թե fucking 2 միլիոն տալ այդ ցանցը քաշելու համար կառուցապատողը դեբիլ չի, parza ինքը 70,000-ի տարբերակը կընտրի։ Ու տենց աչքերդ որ փլշում ես, մարդիկ տուգանք են տալիս, ոնց որ տատը սա սահմանել այդ 70,000, այլ ոչ թե fucking դուք։ Բայց միրը նա ինչ անկեղծ է ապշում այդ նորությունից։ Բանտրամաբանական է ունենալ 70,000 դրամ տուգանք մի ծրագրի համար, որը նվազագույնը քո վրա պետք է նստի մի քանի միլիոն դրամ, իրոք հենա կտուգանվեն էլի մարդիկ։ Նա ինչքան համով է մունատ գալիս հենց իրա ստեղծած վիճակի վրա, բայց դեռ մի հատ էլ փոքրիկ նյուանս կա, որը փոքրիկ Նարեկը հիմա մեզ կօգնի բացահայտել։ Ինչա բարձվում, իրական բարձվում, մինչև 25 թիվը չէին նկատում, որ այսքան շինարարությունը փոշի է առաջացնում, ու մենք խեղդվում ենք այդ փոշուց եւ քաղցկեղի ցուցանիշներով ինչ-որ տոպ տեղեր զբաղեցնում։ Բայց հիմա, երբ Երևանում արդեն չի մնացել մի քանի քառակուսի մետր, որի վրա մի հատ 25 հարգանոց երկնաքեր տնգած չկա, այնօր զգում են, որ փոշին շատ է։ Բայց դատո ինչքան էմոցիա կա, ինչքան էքսպրեսիա կա այս դասագրքային կեղծավորության մեջ։ Հարգելիներս, ես ձեզ վստահեցնում եմ, դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու անպատասխանատու վերաբերմունքի համար։
Ես ձեզ դա վստահեցնում եմ։ Դե լավ, գոնե ուշացումով, բայց ֆայմեցին այդ 70,000 դրամ տուֆտա տուգանքը խստացնել։ Ինչ։ Դու վստահ ես, որ խստացրել են այդ տուգանքը։ Եթե խստացած չլինեին, դժվար թե սենց արխային տրծներ օդի մեջ։ Այն ավականու որոշումը, որ այս դեկտեմբերին կընդունվի, ուղղակիորեն ազդելու է ձեր ֆինանսական վիճակի վրա։ Դեկտեմբերին, դե չտապելի պետք չի գուցե, գենացվալ է, լետ չիրիս պյաց կարլա նոր սկսել խստացնելը։ Միջև դեկտեմբեր այդ անբարեխիղճ կառուցապատողներից այս ինդուլգենցիա է տալիս։ Մզծրեք Երևանի օդը, մզծրեք։ Բայց դեկտեմբերին ընդունվելիք որոշումով, որը ուժի մեջ կմտնի երբ այդ դրանից հետո արդեն վերջ։ Ուսա միակ թարմ չպնչի Ավինյանի քաղաքապետարանի վրա։ Քո կարծիքով 140,000 կսարքեն այդ տուգանքը։ Ես կզարմանամ, եթե գոնե 137,000 չսարքեն։ Երևանի բյուջեից 16,700,000 դրամ է հատկացվել քաղաքապետարանի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետի հիմնադրած հասարակական կազմակերպությանը հուզական աջակցության թեժգծի ծառայության համար։ Նայեք, ես անձամբ միշտ ասել եմ, որ քաղաքապետարանը չպետք է խնայի հուզական աջակցության վրա, որտեղ որ հուզում ես աջակցությունը շատ կարևոր է։ Ու ես միշտ ուզեմ քաղաքապետարանը նախ եւ առաջ օգնի այդ հարցում, այո։ Բայց 16 միլիոնը եսիմ Չեպեն իրականում սա չի։ Կարևորը որ ստե չպարզվի որ քաղաքապետարանը ինքն իր մարդկանց է տալիս այդ փողը։ Բայց եթե պարզվի որ դա հենց այդպես է, ես կարող եմ հենց հուզվեմ, որ ինչ զանգեմ հուզական թեժգծին։ Քեզ արդեն թեժգիծ է պետք։ Okay, ով է հիմնադրել այդ փողը ստացած կազմակերպությունը։ Հիմնադիրներից մեկը Երևանի քաղաքապետարանի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանն է։ Մի փոքր շահերի բախում կմտածեք դուք, բայց չէ։ Ինքը ընդունվել է քաղաքապետարան այս տարի, իսկ գրանտը ստացել է անցած տարի, երբ իրան ինքը вообще կապ չուներ քաղաքապետարանի հետ։ Բայց նենք լրագրողները շարունակում են բզբզալ։ Սակայն հարց է առաջանում, արդյոք այստեղ շահերի բախում չկա հաշվի առնելով, որ Գևորգ Ղարիբյանը եւ հասարակական կազմակերպության համահիմնադիրն է եւ քաղաքապետարանի այն պաշտոնյան, որը պետք է վերահսկի իր իսկ ՀԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները։ Ու հիմա ինչ կարծում եք ինքը իր ստեղծած կազմակերպությանը պետքա վերահսկի ինչ որ կողմնակալաբարո, հա? Ես վստահ եմ, հեսա բոլորից կհանգստացնի ու բոլոր այդ հարցերին կպատասխանի։ Թեմայի շուրջ Factor TV-ն փորձեց զրուցել նաև քաղաքապետարանի պաշտոնյա միաժամանակ կառույցից գումար ստացած հասարակական կազմակերպության հիմնադիր Գևորգ Ղարիբյանի հետ։ Մեր ջանքերը 2 օր անընդմեջ արդյունք չտվեցին։ Նրա աշխատանքային հեռախոսահամարին պատասխանող աշխատակցուին փոխանցում էր, որ Ղարիբյանը խորհրդակցությունների մեջ է։ Հեսա Ավինյանը սրա մասին իմանա տես ինչ անելու։ Ավինյանը շատ խիստ է տրամադրված։ Ով քաղաքականությունը չպահպանեց Երևանի ավականու կողմից ընդունած շատ եւ շատ փոշմանելու է։ Շատ եւ շատ փոշմանելու է։ Բայց մինչև դեկտեմբեր հանգիստ քակեք այդ քաղաքականության մեջ։ Այդ դեկտեմբերից հետո Քանի որ հեսա դեկտեմբերից ամեն ինչ շատ լավ է գնալու, արի կայանալիք որոշումների կենացը խմենք Սերգեյ ջան։ Այո, եկեք վերջապես խմենք դեկտեմբերի կողմը քաղաքապետարանի կողմից ինչ որ օգտակար բաներ անելու կենացը։ Դե իսկ դուք մնում եք մեզ հետ, որովհետև երկրորդ մասում ունենք Թաթոյանի մուտքը քաղաքականություն, ունենք Քոչարյան եւ AI եւ Բագրատ Սրբազանի դատը։ Մեր հասարակությունը շատ վատն է։ Դրա համար մենք որոշել ենք դարձնել այն մի քիչ ավելի լավը։ Բայց անում ենք դա սոցիալական գովազդի միջոցով։ Ոչ թե փեդով ծեծում ենք, էլի։ Բազմաթիվ փողոցներում սարքում են ասֆալտը, եւ դա շատ լավ է։ Ով կարա բողոքի նրանից, որ փողոցները վերանորոգվում են, չէ՞։ Չէ՞։ Եկել է ժամանակը խոսելու նրա մասին, որ փողոցը քերում են բուն սարքելուց մի 3 շաբաթ առաջ։ Քանդող ու սարքող բրիգադները իրար հետ կարծես կապի ոչ մի միջոց չունեն։ Սկզբից քանդում են, թողնում են մի հատ բնակիչները տարածքի մի 3 շաբաթ փոշի շնչեն։ Թոքերը sense լավ ախտոտվեն այդ ասֆալտի քերած փոշուց, որովհետև քաղաքի էնդեմիկ փոշին մեզ քիչ է։
Հետո երբ շաբաթներով պրոբկեքի մեջ տանջվել ենք, մեքենաները լավ մաշել ենք, սկսում են սարքել։ 21-րդ դարում մարդիկ հորինեցին project management գործիք, որը թույլ է տալիս երկու գործողություն զուգահեռ պլանավորել։ Նայ, քերող բրիգադը զանգում է ասֆալտող բրիգադին ու ասում է Վալոդ, երբ եք ասֆալտելու այդ փողոցին։ Ասում է մի շաբաթից, չէ, ռեալ երբ։ 2 շաբաթ, երթվա։ Վալոդը խոստովանում է, որ 3 շաբաթից։ Ու 3 շաբաթից 1-2 օր շուտ քերում են փողոցը։ Ու վсё, ոչ մի բնակիչ չի տուժում։ 21-րդ դարն է վերջը։ Ով ուզում գնալ թատրոն, լավ լուր ունենք, հավաքվեք։ Մեր գործընկեր Ticket System-ը մեր տեղում է հավաքել բոլոր թատրոնների ներկայացումները։ Սենց լուրջ թատերագետի դեմքով մտնում եք իրանց կայք, սենց սկրոլ եք անում, ընտրում եք ձեր ուզած ներկայացումը ու շատ հեշտ մի քանի հպումով գնում եք կայքից տոմսերը։ Գնում եք Երևանի եւ մարզերի ներկայացումների տոմսերը։ Շատ հեշտ բոլոր տոմսերը մեկ տեղում։ Շարունակում ենք շաբաթվա ասուլիսների, ելույթների եւ նորամուտների ամփոփումը։ Եթե զգացել եք, որ վերջերս դրանք շատացել են, ապա դա նրանից է, որ ընտրություններն են մոտենում։ Դու հավատա, տեխնացուներ լինելու են, կուսակցությունները ձեր տուն գալու են։ Չէ, դա ուրիշ էր։ Ես հավակնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Նախկին մի պարման Թաթոյանը մուտք է գործում մեծ քաղաքականություն, ինչպես ինքն է ասում, վերադարձնելու արժանապատիվ պատմությունը։ Միասնության թևեր, այսպես է կոչվում քաղաքական նախաձեռնությունը, որի հիմքում կանգնած է նաև Պեկ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Արման Թաթոյանը վերջապես հավակնում է վարչապետի աթոռին։ Բայց մի քիչ ոնց որ ձգձգեց, մարդիկ արդեն շատ վաղուց պատրաստ են, որ նա վերջապես հավակնի։ Դե, ինչպես ժողովուրդը սիրում ասել, ուշ լինի, թևերով ցուլ լինի։ Չէ լուրջ, դա ինչ է լոգոյի վրա, Պեգասա, Գրիֆոնա, ինչ է։ Ես իմ ելույթում ասացի, որ սա թևավոր ցուլ է։ Իսկ դուք գիտեք թևավոր ցուլը որ ցուլ է, ինչ ցուլ է։ Սարդարապատի հուշահամալիր գնացել եք։ Ահա։ Մեր խորհրդանիշը Սարդարապատի ցուլն է, թևավոր ցուլ։ Մենք այսօր հատուկ ԿՊ-ի համար կամ այն իշխանության ներկայացուցիչների համար նկար կհրապարակենք։ Ես կարծում եմ, որով ցույց կտանք Սարդարապատի ցուլը ինչ տեսք ունի եւ որ դա ցուլ է, եթե նրանք գնացել են դա տեսել են։ Թաթոյանը կարծես թե ակնարկում է, որ ճիշտը ցուլն է։ Արարատի ու Սարդարապատի պատկերով չէր կարալ ներ այդ լոգոն։ Կարար Սերգս, բայց ճիշտը ցուլն է։ Բայց ճիշտը ցուլն է։ Ու նախքան անցնենք ծրագրային ու տեսլականի մասին, մի հատ նախ բարձենք ում Մարտնա Թաթոյանը։ Այդ հեսակը բարձենք։ Լրագրողների նախճեվարաջ այդքան դուր չեկավ Թաթոյանի գերազանցիկ վիճակը։ Ձեզ ընտրելով ով կա ձեր հետևում, արդյոք Արբանյակ կուսակցություն եք, թե չէ, սպառեք, խնդրում եմ այս հարցը։ Այսպես ասեմ, ակուրատնի կերպարի հետ կապած գերազանցիկի, սովորաբար քաղաքական դաշտում գերազանցիկի կերպար ունեք։ Գերազանցիկը վատ բան։ Այդ չգիտեմ, բայց Թաթոյանի sense արագ sense այդ գրելը չի օգնում ձերբազատվել այդ իմիջից։ Вообще, հա, այդ արագ գրելը շատ վատ բան է։ Մի վարքան գերազանցիկը չպետք է լավ բան լինի, մանավանդ ներկա իշխանությունների այս ֆոնին։ Հա, էլի, լրագրողներ։ Մականոնավոր ու թաղային հեղինակություններից դժգոհ եք։ Հանեցինք, բերեցինք Facebook-ում շատ սիրուն ստատուս գրողներին, բայց գործում դիլետանտներին։ Էլի դժգոհ եք, բարձվեց շատ ավելի վատ է։ Իրանց էլ հանեցինք։ Գուցե всё-таки ճիշտը գերազանցիկն է։ Ճիշտը ցուլը չէր, գերազանցիկ ցուլը։ Գերազանցիկ ցուլը մի քիչ ուրիշ տեղ է տանում։ Ահա, շատ ակտիվ ցուլ է։ Հիմա դուք ինչ եք դրանում ուզում ասել։ Դուք վիրավորում եք գերազանցիկներին։ Ասենք լավ սովորելը գերազանցիկով է, մարդով լավ է սովորում։ Այո, ես լավ եմ սովորել։ Ես դպրոցում գերազանցիկ եմ եղել, լավ եմ սովորել։ Ես համալսարանում լավ եմ սովորել, կարմիր դիպլոմով եմ ավարտել։ Ես դրա շնորհիվ է, որ գիտեմ 4 լեզու։ Ես դրա շնորհիվ է, որ գնացել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տնտեսական բիզնես դպրոց եմ ավարտել։ Գնացել եմ իրավունքի դպրոց եմ ավարտել։ Գնացել եմ ռուսերեն էլ գրել եմ իմ դիսերտացիոն տեխնացուական ատենախոսությունը, որի առաջի օպոնենտն էլ եղել է Ռուսաստանի գլխավոր դատախազությունից։ Yes, Թաթոյան, ես եմ, վերջ, ես եմ գերազանցիկ եղել, Կուրսկի միջնակարգ 30 դպրոցում Սվետլանա Վիկտորովնան իմ արևով է երդվել ցանկացած տնողական ժողովի ժամանակ, բում։ Ես եմ coming out, ես եմ գերազանցիկ եղել ու բռնվեք,
Կարմիր դիպլոմով եմ ավարտել։ Ժամանակն է մենք բոլորս միանանք գերազանցիկներով եւ ասենք, որ մենք դոջիկ չենք։ Իմ անունն Արեգ է ու ես դոդիկ չեմ։ Ես գիտեմ 5 fucking լեզու։ Ես կարդում եմ հաստափոր գրքեր։ Ես կարդացել եմ ամբողջ Չոմսկին, Սապոլսկին, Տոլստոյ։ Վերջո։ Իրականում լատենտ աչքարիկ եմ։ Ով վատ է տեսնում, բայց ակնոց չի կրում, որովհետև դուք ինձ ստիգմավորում եք ու ինձ ասելու եք շուրիկ։ Ես մյուզիկլներ եմ սիրում։ Այդ պետք չէ։ Դի ոչ մի դեպքում Not because I'm gay. It's not because of that. It's just Joaquin Stuart գալի որ կյունի մեջ ես լավ, դե որ coming out ենք ելնում։ Ես իմ մյուզիկլներ։ Всё։ Հիմա վերջը Սերժի Մարտն է, թե չէ։ Ես ազգային ժողովում ուղարկած իմ զեկույցով ասել եմ, որ իշխան ընտրությունների 2017 թվականին եմ ասել։ Ասել եմ ընտրությունների արդյունքները այնքան վստահություն չեն, ներողություն, այնքան շատ են խախտումները, որ վստահություն չեն ներշնչում պետական մարմինների հանդեպ։ Ես եղել եմ այդ մարդու իրավունքների պաշտպանը։ 2008 թվականին ես մոնիտորինգ եմ արել մարտի 1-ի ամբողջ հավաքները։ Եվ ես եղել եմ այն զեկույցի աշխատանքային խմբի ղեկավարը, որ հրապարակել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որի պատճառով երկրորդ նախագահը նրան ասաց իմ հանաջող կադրն է։ Մի խոսքով Թաթոյանն էլ եկավ, ով մնաց։ Դե սպասում ենք Սամվել Կարապետյանի ուժի ձևավորմանը որպես կուսակցություն, Խզմալյանն ու Հովանես Ազոյանը դե մասնակցելու են։ Ես ամեն օր աղոթում եմ, որ իրանք կմասնակցեն, բայց եկեք մի պա վերադառնանք Քոչարյանի ասուլիսին, որտեղ ինքը բացահայտում արեց այն ամենակարևոր ինտրիգի շուրջ։ Իրականում կարող է չերևաց, բայց մեծագույն հեգնանքով էի ասում, որովհետև լրագրողները ու ԿՊԱ-ները 7 տարի անդադ այս բանի մասին են խոսում, բայց չեմ կարծում, որ իրականում դա այդքան հետաքրքիր է։ Պրիվետ ռոբ արտահայտության համար Պողոս Պողոսյանը Արագած սրճարանի զուգանում անզգույշ քաշքշուկի արդյունքում սպանվեց։ Կատարվել է այդ սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո 35-ից 40։ Նույնիսկ տարօրինակը ինձ ասում են պրիվետ ռոբ։ Մերս էլ ինձ ռոբ ասել միշտ։ Բելան, տիկին Բելան ինձ ռոբ ասում տունը։ Ես խի պիտի դրանից նեղանա։ Ինչ հասկանում եք, ես իմ մանկական ընկերները սա ինձ ռոբ են ասում։ Բայց որ խորանում ես հա, էլի խի պիտի նեղանա ռոբ բարից։ Հենա, նարեկ դե որ դա նախագահ, ինչ որ մեկը փողոցում ասի, պրիվետ նաշ։ Պիտի նեղվես։ Չի, իհարկե չի նեղվի։ Սերգեյ դա նախագահ ու փողոցում տենակ ասեք պրիվետ Սերոժ։ Չէ, արի պետք չի, Սերոժ։ Տենակ ասեք բարև Սերգեյ։ Չէ, էլի, չէ։ Okay, լավ, Սերոժին նախագահ մինտ դրեք։ Աշխարհաքաղաքական թեմաներ։ Եվրոմիության առաջնորդներին անկեղծ ասեմ, ես այդ կադրը երբ որ տեսա Սպիտակ տանը միջանցքում Տրամփի ասենց հերթով նստած։ Ես մեծ ջանքեր գործադրեցի, որ իմ երևակայության մեջ պատկերացնել այդ շարքում նստած ոչ թե Մակրոնին, Մերցին եւ այլ մյուսներին, այլ փորձել եմ երևակայության մեջ ենթադրել, որ այնտեղ նստած լինեն Ժակ Շիրակը, կողքին նստածներ Հելմուտ Կոլը կամ Շրյոդերը։ Ինչ պատկերի մասին է խոսում։ Ինչ թվում է, այս պատկերը նկատի ունի։ Բայց սա կնհայտորեն Գիտեմ։ Ոնց ուշենք երկրորդ նախագահին, որ աշխարհաքաղաքական տեսությունը չհինի այս փակին։ Մի քիչ վայելենք նոր էլի։ Առաջնորդության լրջագույն ճգնաժամը Եվրոպայում։ Ես չէ, եթե որը մեկը կարող է պատկերացնել, օրինակ Ժակ Շիրակին ընդ նստածել, ասենք սпасելուց։ Ես կառաջարկեի նաև մեր հանրությանը մի քիչ այս խառը աշխարհում այդ աչքերով նայել այն ամենին, ինչ կատարվում է։ Եվ ուր ենք մենք գնում։ Ինչի են գնում։ Էլի չեմ դիմանում, ինչ որ մեկը պետք է ընդհատի այս պերֆեկտիվի վրա հիմնված ֆիասկոն։ Լավ, okay, ով կա այդտեղ մոտիկ, որ ասի, որ այդ նկարը AI-ով է սարքած։ Պարոն նախագահ, մի փոքր բան, այդ նկարը հետո որից խոսում եք, բաներ, արհեստական բանականությունով էր սարքած։ Շրջին։ Լավ, մյուս նկարային բանը շրջանակներ կա, հա, նրանք շատ բան։ Ինքս նստած, սաղ հերթով նստած։ Ոչ ճանաչում Լավ, Սարկոզին էլ էր բան, արհեստական բանականություն։
Գիտեք, խիա նաև արհեստական բանականությամբ ստեղծված նկարները երբ են այդ լայն տարածում ստանում։ Երբ որ ուղղակի իրականությունն են արտահայտում, միգուցե մի քիչ sense հումորային կոմպոնենտով։ Դե կարևորը ժամանակին հերքած fake news-ը էլ fake news չի։ Բայց ախր կար նաև իդեալական իրական վիդեո, որտեղ Մակրոնը անհարմար վիճակի մեջ հանգնում Վաշինգտոնում։ Մենք դասոքի ենք, ուզում ենք անցնել Ֆրանսիայի դեսպանատուն։ Կներեք պարոն նախագահ, փողոցները փակ են, չեմ կարող ձեզ թողնել։ Դե չէր տեսել ես վիդեոն, հիմա տեսավ։ Ես Քոչարյան Արմ կոմեդի նայում, հա։ Չգիտեմ, բայց նայում է օրինակ Ալենը, որը առաջարկ է արել Արմ կոմեդիին իր Telegram-ի ալիքում, որի պատասխանը կարող եք դիտել, եթե միանաք մեր Patreon-ին։ Հաջորդ թեման Բագրատ Սրբազանի դատը, որտեղ տենց որևէ շոշափելի առաջընթաց չկա, բայց տենց ընդհանուր թեժ է։ Դատարանում այսօր շարունակվեց Բագրատ Գալստանյանի եւ մյուսների դատավարությունը, այն եւս անցավ փոքր միջադեպերով, ինչպես նախորդ դատական նիստին էր։ Պարոն Գալստանյանի պաշտպանների ֆունկցիա վերցնելու ցանկություն չկա, եթե դալիճում պարոն Գալստանյան չկա, իր պաշտպանները կբացատրեն երևի իրեն, կհասկանա։ Ուրեմն այս դալիճում պարոն Գալստանյան չկա, ու այդ վիրավորանքի համար էլ պիտի պատասխան տակ։ Մենակ մխիթար գործ չեք ստանում, ուրիշ բաներ էլ եք ստանում։ Բայց իսկական ոնց է պետական համակարգում դիմել Սրբազան անձնագրային տվյալներով։ Դու կարողանում ես կենտրոնանալ դատի վրա, որտեվ ես անկեղծ ասած, բացի Կոչուբաևի լուքից ոչ մի բանի վրա չեմ կենտրոնանում։ Ասած ես ու Ջորջ Արմանի ուրվականը եւս։ Այսինքն Արմեն Ալեքսանյանը ամբողջ գործի ընթացքում որպես ֆիգուրանտ կա երկու անգամ, մեկ անգամ ընդհանուր խոսակցության է մասնակցում եւ խոսում է գզգզված մազերով չուչելի մասնակցությամբ լայվ իրականացնելու մասին։ Սա ապացույց 1։ Okay, շատ վատ է, որ այս կտորը զուտ Կոչուբաևը խաթրենք դրել։ Որ է իրականում։ Շատ վատ է։ Բայց սոտիկի չեն կարող շրջանցենք, էլի։ Նայ, Կոչուբաևին երևի թվում է, որ եթե դե հագուստը կոստյում է դե հիմա, այսինքն ինքը համադրելի է ցանկացած վայրում, բայց դա այդպես չի։ Դատի ժամանակ օքեյ է գործնական, այն դիլավոր կոստյումը։ Այդ կոստյումը կարելի է հագնել, եթե Սրբազանի գործը հաղթում եք ու լինում է այդպես մի հատ կոկտեյլ փարթի, այդ կոկտեյլ փարթին էլի օքեյ չի այդ կոստյումը, բայց եթե դրանից հետո after party-ը հրավիրված է Ֆիլիպ Կիրկորովը, բան, այդտեղ էլի այդ կոստյումը օքեյ չի, բայց եթե այդտեղ ստանում եք զանգ ու ձեզ հրավիրում են Chicago Musical-ում գլխավոր դերը տանելու, այդ է տոշնիա։ Այդ դաժե որ են թազի բջում եք գործից դուրս, անկատում եմ ձեզ, Բագրատ Սրբազան դիմեք լսեք, ուրեմն լսείς, ուրեմն դիտակից, որ դուք հոսմենջեր չեմ ընթացը։ Լավ, հիմա ըստեյության այս գործում ինչ պարզվեց, այդ ձայնագրությունների հետ որ մասներ սարսափելի սենց իրական, որ մասներ կտրտած կոնտեքստից ու լրիվ սուտ։ Դե դրան այս տեմպերով մենք կհասնենք ինձ թվում է 2-3 տարուց։ Դե ոչինչ, դատո հանրային առաջին ալիքով վերդիկտը տվել է, մնացեք մեզ հետ։ Մնացեք եւ հիշեք, եթե դուք Կոչուբաևն եք, ապա потому что нельзя быть красивым таким. Solar Holding-ը շարունակում է տաքացնել եւ լուսավորել ձեր կյանքը։ Ձեռք բերեք 10 կիլովատ արևային կայան եւ վճարեք ամսական 41000 դրամից սկսած։ Արդյունքում կստանաք 60000 պլյուս հոսանք։ Լավ չի։ Դե որ հասկանում եք լավ է, ինչի եք նստած, շտապեք Solar Holding։ Նորամուտ։ Մերսի, համեցի։ Սովեն բլենդեր դեռ չես առել։ Չէ, բլենդեր հենց այդ մի բանը չունեինք։ Մերսի։ Շատ հավանեցի։ Մերսի։ Ճաշակովա։ Մերսի։ Կներես։ Էգան, կոմունալները։ Վայ կորա 15000 լույսը, գազը 57000։ Կներես։
Չխի դոգա, ինձ էլ հեսնոր մեյլ եկա, որ 57,000 կուտակել եմ։ Այսինքն, Չգիտեիր, հեծը ամեն ամիս հաշվից պարտաճանաչ նստացնում է։ հələ անկեղծ ասա, այդ պաշտոնը ստացել ու քեզ լավ են նայում։ Բա ինձ սազեց։ Solar Holding-ից արևային պանելներ եմ արել, տեղադրել եմ ու հիմա մայր բնությունը աշխատում է իմ համար։ Այդ մայր բնության համարը կտաս։ Իհարկե, ուղղակի իմ մոտ ինքը Solar Holding անունով է գրանցած։ Այսքան էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում ձևավորված ավանդույթի համաձայն առաջարկում ենք դիտել օրվա վիդեոբոցը։ И ни один из их команды не ровня мне. Можете дать его тренера. Они вчера мне обещали машину, если я выиграю. Где моя машина? Who is my car? Where is my car? Նոր սարոշկա է սակե, հա? Նկատեցիր, ինչ ուշադիր ես դու մի ամբողջ 35 րոպե անց, առ հենց դեմից նստել եմ ու նոր նկատել եմ։ Այո, որոշեցի մի փոքր նոր նայեցի Կոչուբաևի։ Ասի գիտես ինչ, ես նաև պետք է Կոչուբաևին պատասխանեմ։ Պրինցիպի ես եմ մի քիչ ստիլն եմ։ Ոնց է։ Այո։ Եվ բայց արա մի հատ ուղղակի բան եմ ուզում։ Off the record post-scriptum-ը ասեի։ Ասա։ Մի հատ թեմա էր ուզում եի անդրադառնել, բայց ինքան ինքդ անհետաքրքրության եւ ձանձրալիության սահմանագծին, գիտես որ ուզում են եթերազրկեն շողակաթը։ Հերոստալիկ որ նայում է 2.5 հոգի։ Well, հիմա մի կողմից չկա մի կողմ, вообще շատ քիչ կարևոր բան է, երբ ամենաքիչ կարևոր խնդիրն է երկրի, բայց տենց եկա ռեպորտաժը, եկա բանը դու վերջին հաղորդումները որ քո դիտացողը կատով որ եղել։ Սենց ասեմ, Discovery-ից ավելի հազվադեպ էի նայում, հաշվառներով որ Discovery вообще չեմ նայում։ Հա, չեմ նայում։ Ամեն դեպքում մենք աջակցում ենք Ոչ սրան ուր բասի դու լրջին ես, սրան ուրիշ ձև է պետք նայել։ Եթերը 20 տարի առաջ լրիվ տարբեր բաներ են։ Այնվաղ դա ինչ որ արժեքավոր բաներ։ Հիմա ոչ մեկին հետաքրքիր չի եթերը։ Դա вообще կարևոր չի։ Որտեղ օրինակ եթե Yukon-ով եք նայում, Արեսի post-scriptum, այսի OnlyFans-ը չի, երկար եթերով գնում։ Միացեք Arm Comedy-ի Patreon-ին եւ այսուհետ ածխաջրերը ոչ թե ձեզ կչաղացնեն, այլ հակառակը լավ կնիհարացնեն։